Սով։ Այն։ Հիմա էլ քոդ եմ քնափայլում, ինչ ա եղել։ Տենց տեսանելի է, նկատում ես։ Իհարկե նկատում եմ։ Սերը, փողը եւ երջանկությունը չի կարելի թաքցնել։ Ճիշտ ես ասում եմ, իրոք սիրահարվել եմ։ Ես չեմ ուզում ինքս ինձ խոստովանեմ, բայց իրոք տենց է։ Բայց ինչ կա դրա մեջ, հո 15 տարեկան չես, Սով։ Եվ հետո հիշում ես, որ ինձ ձեռ էիր առնում անընդհատ, տեսար, իմ օրը ընկար։ Հենց քո աչքն է, էլի։ Գիտես, մենք նենց տարբեր ենք իրարից։ Մենք ընդհանուր ոչ մի բան չունենք։ Ես չեմ հասկանում ոնց եմ ես սիրահարվել իրան։ Երևի նրանից է, որ ինքը շատ ակտիվ է, շատ չեմ հասկանում։ Ես ուրախ եմ քեզ համար, Սով։ Դες այսօր քեզանից էի պատմում, ուզում եմ ծանոթանալ հետդ։ Հա, դե որ այդպես է հրավիրենք տուն, կծանոթանանք։ Չէ, տուն չէ, պետք չի շտապել։ Ավելավա դու քեզանից պատմի, քո ընկերը ոնց է, չեք ամուսնանում։ Դե դեռ ձայն չի հանում, բայց դե կամուսնանանք էլի։ Այլ չես ուզում մամայից հետ ծանոթացնես։ Ուզում եմ, բայց ինքը աշխատում է ու ժամանակ չունի, անընդհատ աշխատում է, գործի է գնում, չգիտեմ, բայց ես մի օր կհարմարացնեմ ու կծանոթացնեմ մերոնց հետ։ Եվ հետո ես էլ սպասելու ժամանակ չունեմ։ Այսինքն, դու ինչի ժամանակ չունես։ Դե Սով, հերիքա ինչքան մանեկանք, ավելի լավ է արդեն ամուսնանանք։ Դե, ուրեմն արագացրեք։ Ամուսնացեք, որ մի քանի ամիս հետո էլ մենք պետք է ամուսնանանք։ Իմ Աշոտը էլ չի համբերում։ Հա։ Շատ անհամբերն է քո Աշոտը։ Հա, ինչի։ Դե իմ Աշոտը այդպեսին չի։ Իսկ քո Աշոտը ինչպիսի է։ Լսի, բայց ինչ հետաքրքիր է, չէ՞։ Մերոնք երկու փեսա են ունենալու, երկուսի անունն էլ Աշոտ։ Ասելու են Աշոտ առաջին, Աշոտ երկրորդ։ Առաջինը իմն է։ Բարև ձեզ, ես եմ առաջինը ամուսնանում, նշանակում է իմն է։ Չէ։ Կարող մենք ենք առաջինը ամուսնանում։ Տեսնենք։ Ամեն դեպքում չգիտեմ։ Լավ, ես գնամ փոխվեմ։ Անի ինչ ա եղել, գժվել ես, ինչ ես տերորի ենթարկում։ Ինչ ա եղել, որ սենց անհանգստացել ես, հա։ Ես քեզ շատ կարևոր բան ունեի ասելու, որ մի րոպե էլ չեմ կարող հետաձգել։ Այդ ինչ անհետաձգելի բան ա, որ չէի կարող համբերել։ Համել ես վաղը Ծաղկաձորում այն հյուրանոցում համար եմ պատվիրել, որ էլի գնանք։ Ոչ մի Ծաղկաձոր, դու վաղը գալու ես մեր տուն մերոնց հետ ծանոթանալու։ Ես իրանց արդեն ասել եմ։ Ինչ։ Չհասկացա։ Բայց քեզ ով ա թույլ տվել, որ ինքնագլուխ որոշումներ ես կայացնում։ Մի քանի ամիս է ես ոչ մի որոշում էլ չեմ կայացրել։ Բայց տեսնում եմ, որ դու ոչինչ չես անում, դրա համար էլ ես եմ անում։ Ուրեմն ժամանակը չի, չէ, որ պետք լիներ ես կասեի։ Չես հասկանում։ Ես էլ ժամանակ չունեմ, չես հասկանում։ Անի ինչ ա նշանակում ժամանակ չունեմ։ Աշոտ, ես հղի եմ։ Մենք երեխա ենք ունենալու։ Ինչ։ Ոնց թե հղի ես։ Դու գժվել ես։ Բայց ինչի եմ գժվել։ Դու չէիր ինձ ասում, որ մենք սիրում ենք իրար, ու երբ էլ դա լինի կարևոր չի։ Ես չեմ հասկանում, դու հատուկ ես արել, հա, դու պարտավոր էիր ուշադիր լինել, հասկանում ես, պարտավոր էիր։ Դու հատուկ արել ես դա։ Աշոտ, չես ամաչում, ինչի պիտի հատուկ անեմ, ինքդ էիր ասում, որ երբ էլ լինի կարևոր չի, չես հիշում։ Կարևորն է նա, որ մենք սիրում ենք իրար։ Դե հիմա լսի ինչ եմ ասում, Անի, դու պետք է ազատվես այդ երեխուց։ Ուրիշ ելք չկա, հասկացար։ Աշոտ, բայց ինչի ազատվեմ։ Ախր մենք կարող ենք ամուսնանալ ու մեր երեխան կծնվի մեր ընտանիքում։ Անի, մենք չենք կարող ամուսնանալ։ Ինչու։
Ինչի չենք կարա, Աշոտ։ Դե չենք կարա։ Որովհետև ես արդեն ամուսնացած եմ։ Ու ասեմ ավելին, երեխա էլ ունեմ, անի։ Անաս որ գնա ազատվի երեխուց ու ապրի ոնց ուզում ես։ Քո ինչին է պետք, ես չեմ հասկանում այդ երեխան։ Չես խոսում։ Չես խոսում, Աշոտ։ Ոնց կարաս դու ամուսնացած լինես, ինչ երեխա։ Բա ինչի ես ինձ խաբել։ Ինչի, Աշոտ, ինչի։ Մենակ չասես, որ դու չէիր ուզում խաբել։ Դու ուզում էիր, ես էլ խաբել եմ։ Ճշտեիր, հետաքրքրվեիր, իմանայիր, քեզով էր ասում վռած գիրկը սնկնեիր։ Դու ստոր մարդ ես, դու խաբեբա ես, դու սրիկա ես, ես չգիտեմ էլ քեզ ինչ ասեմ, ինչի ես ինձ խաբել, Աշոտ, ինչի ես ինձ խաբել, ինչի ես ինձ խաբել։ Որ եսի շառ արա։ Ինչ ես լացու կոցդ գցե, հա։ Գնա ազատվի այդ երեխուն։ Որոմ նորմալ ապրել չի լինում ես կյանքում։ Հեռու մնա ինձ։ Անին հայտնվել էր ծանր կացության մեջ։ Նա որոշել էր լույս աշխարհ բերել մանկիկին, բայց առայժմ ոչ մեկին չէր կարողանում պատմել իրողությունը։ Անին դարձել էր ինքնամփոփ, լրակյաց, ժամերով փակվում էր իր սենյակում։ Ընտանիքն անհանգստանում էր նրա համար, բայց չգիտեր, թե պատճառն ինչումն է։ Սարենք ստեղ, արի գնանք մի ուրիշ տեղ։ Ես քեզ քանի անգամ եմ ասել։ Նույն բանը նորից կրկնեմ ես քեզ։ Ես ասա ձուլվելու եմ ես ատում ես ասա։ Ոչ մի բան էլ չի։ Սով? Հա, Սով դու ի՞նչ գործ ունես այս տականքի հետ։ այսինքն ինչ գործ ունեմ։ Ան, ինքը իմ Աշոտն է։ Ես քեզ պատմել եմ իր մասին։ Քո Աշոտն է, հա։ Ուրեմն դու միաժամանակ հանդիպում ես համ իմ, համ քրոջս հետ, հա։ Սով ես աղջիկը, գիժ է ես, ով է։ Աշոտ մի հատ նորմալ արտահայտվի, ինքը իմ քույրն է, ես քեզ պատմել եմ իր մասին։ Դու հիմար ես, Սոֆա։ Պետք չի իմ մասին իրան պատմել, ինքը ինձ շատ լավ ճանաչում է, թե տենց չի։ Այսինքն չեմ հասկանում ոչ մի բան։ Որ դու ասում ես տղայի հետ ես ծանոթացել ինտերնետով, այդ իր մասին էի խոսում։ Հա, Սոֆա, իրա մասին էի խոսում, հենց ինքն է։ Ու նաև ասեմ, որ ինքը ամուսնացած է ու երեխա ունի։ Ինչ։ Ոնց ամուսնացած է։ Ինչ երեխա։ Սով չա մի աղոտ է սրան, խանդից է ասում անկապ բաներ ասում դու, ես իրան չեմ ճանաչում ընդհանրապես։ Ես եմ անկապ բաներ ասում, գոնե դու ստից մի խոսա, ոնց գետինը չես մտնում։ Սոֆա, ես իրանից հղի եմ, ես երեխայի եմ սպասում, ինքը այդ երեխու հայրն է։ Բայց ինքը ինձնից հրաժարվեց։ Ոնց այդ տականք։ Այդ տականք, փաստորեն քրոջս խաբել ես։ Մի հատ գնաս տեղից քանի չեմ սպանեք ես։ Սատկացնել եմ, թող մի հատ էլ ձեռքերս գնաս այդ տականք։ Անշնորհք, Հանգստաց, զզվանք։ հանգստաց, ես հերվից տեսա, ես չէի մտածում, որ դու ես, ինձ թվաց հերթական զոհերից է, ես չգիտեմ հիմա ինչ անեմ։ Սոֆ, ես չգիտեմ ինչ անեմ։ Անհանգիստ ամեն ինչ լավ կլինի։ Դու ինչ գործ ունեիր այդ տականքի հետ, ոնց Լսի, ես եթե չգայի ինքը քեզ հաստատ էլի քարշ կտար անկողին ու ամեն ինչ Ծանր ապրումների պատճառով Անին կորցրեց երեխային։ Աշոտը իր վարած անկանոն կյանքի պատճառով զրկվեց ընտանիքից։ Նարինեն բաժանվեց նրանից։ Տարիներ անց թե Անին եւ թե Սոֆին գտան իրենց երջանկությունը։